հիմա կուզեի ինձ իմ կողմից արձանագրված եւ գործընկերներիս կողմից այդ թվում ինձ փոխանցված ահազանգերի մասին խոսել։ Հատկապես ահազանգերը տրամաբանորեն օրվա իշխանության քաղաքական ու այդ տվյալ քաղաքական ուժի կողմից են արձանագրվում, որոնք ովքեր մասնակցում են այս ընտրապայքարին, եւ հատկապես մեր քաղաքական ուժի պարագայում առաջին անգամ չէ, որ իրենց թույլ են տալիս վարչական ռեսուրսների շահարկում եւ կիրառում։ Առաջին հիմնական ահազանգը, որ ստանում ենք, դա այն է, որ քաղաքացիներին հրահանգում եւ ստիպում են լուսանկարահանել կամ տեսանկարահանել քվեախցիկում այն քվեաթերթիկը, որ ըստ էության իրենց ուժի օգտին տրվող քվեաթերթիկը։ Հարգելի հայրենակիցներ, սա ըստ էության արգելված արարք է, առաջին, երկրորդ, դուք հիմա հնարավորություն ունեք մտնել, քանի որ ընտրություններին այլևս չկա գրիչ եւ մատիտ, մարդիկ ընդամենը ընտրում են մի քվեաթերթիկը եւ տեղադրում են ծրարի մեջ։ Դրեք այդ տվյալ ուժը, եթե վախեր ունեք, ճնշման եք ենթարկում, նկարեք, այնուհետև նետեք աղբար կղա եւ ընտրեք այն քաղաքական ուժին, որին իսկապես ցանկանում եք տալ ձեր քվեն։ Սա մեկ։ Երկրորդը, ահազանգեր ենք ստանում, որ մարդկանց ստիպում են մասնավորապես մեր ուժեղ Հայաստան դաշինքի 3-րդ համարի քվեաթերթիկը դուրս բերել որպես ապացույց, որ մեր օգտին չեն քվեարկելու։ Հարգելի հայրենակիցներ, սա իրավախախտում է եւ դուք ինքներդ կարող եք խնդիր ունենալ, եթե արձանագրվես, որ դուք քվեաթերթիկ եք դուրս բերում։ Հետևաբար, կրկին ասում եմ, մի թույլ տվեք, որպեսզի ձեր նկատմամբ հարկադրանքի միջոցներ կիրառեն ու դուք եք դառնալու ու հիմնական այն աղբյուրը, ովքեր որոշելու են, թե ով է մեր Հայաստանի Հանրապետության հաջորդ իշխանությունը եւ այս ճնշումներին վերջ տալու հիանալի ու շատ մոտալուտ հնարավորություն ունեք, հետեւաբար կրկին եմ ասում, թեկուզ առնվազն այն տեսանկյունից, որ ռիսկ է, մի գնացեք ռիսկի կատարելու իրավախախտում, որովհետև քվեաթերթիկ դուրս բերելը, բացի այն, որ ձեր կամքի վրա հարկադրանք է եւ ճնշում ձեր նկատմամբ, նաեւ իրավախախտում է, որը կարող է հետևանք ունենալ։ Եվ երրորդ ահազանգը, որի մասին էլի լսել էինք նախորդ ընտրություններին, դա այն է, որ քաղաքացիներին հատկապես մարզաբնակ, գյուղաբնակ ահաբեկում են, ասում են, որ քվեախցերում գաղտնի տեսախցիկներ են տեղադրված լինելու, որի միջոցով նայելու են, թե մարդը ում օգտին է քվեարկում։ Հայեր ջան, մենք բոլոր 2005 տեղամասային կենտրոններում ունենալու ենք ներկայացուցիչներ եւ երաշխավորում ենք, որ քվեախցերում եւ տեղամասային կենտրոններում բացի օրինական տեսախցիկներից ավելորդ թաքնված որևէ տեսախցիկ չի լինելու, որը կկարողանա արձանագրել, թե դուք ում օգտին եք քվեարկում կամ ինչպես եք ձեր կամ արտահայտությունը դրսևորում։ Հարգելի հայրենակիցներ, գնացեք ազատորեն իրացրեք ձեր քաղաքական իրավունքը, որովհետև այսօր շեղել են այն սահմանադրական ճշմարտությունը, որ քաղաքացին ու ժողովուրդն է մեր երկրում Հայաստանի Հանրապետությունում իշխանության աղբյուրը, եւ շեղվել ու խախտել, խեղել են քաղաքացիական պայմանագիրը քաղաքացու հետ։ Դա բացարձակ ճշմարտություն է, դա սահմանադրորեն ամրագրված հիմնադրույթ է, որ ժողովուրդն է իշխանության աղբյուրը, եւ մեր նպատակն է, որ մեր երկրում հնարավորություն ունենանք կազմակերպել եւ իրականացնել արդար, հավասար, ուղղակի, ընդհանուր ընտրություններ, որովհետև հենց ընտրությունների որակն է տալիս տվյալ պետության իրավական ու ժողովրդավար լինելու հիմնական գնահատականը։